քո հավատքդ քեզ փրկեց գնա խաղաղությամբ։ Հալելույա։ Հավատքը, որ սիրովի գործ կդրվի, տեսնում եք ճանապարհը։ Հավատքը դա ընտրություն է, սիրելիներ, հավատքը բառ չէ։ Աստված կա, Քրիստոսն Աստծո որդին է, մեռնեմ Աստծուն։ Հավատքը ընտրություն է։ Որն էր տարբերությունը։ Կարծես թե այս կնոջը պետք է ասեր քեզի պակաս բան կա։ Այն մարդը մանկությունից պատվիրանները պահել է, այս կինը մանկությունից մի պատվիրանել չի պահել։ Անմաքուր հայտնի կին է, սիրելիներ, այդ քաղաքում։ Ու Հիսուսը նրա հետ հաղորդ է լինում։ Քո հավատքը քեզ փրկեց։ Ալելույա, հավատքը, որի գործ կդրվի։ Փառավորվի ճշմարտությունը, սիրելիներ։ Ճշմարտությունը բժշկում է, ճշմարտությունը մաքրում է։ Ինչն էր պակաս, սիրելիներ, եւ ինչն էր այս կնոջ մեջ Աստծուն հաճելի։ Եթե դուք տեսնում եք հարուստ պատանին, այդ հարուստ մարդը կարծես ամեն ինչ արել էր, բայց իր ընտրությունը, իր հավատքը Տերը չէր։ Դրա համար Հիսուսն ասեց իմ հետևից արի։ Այսինքն քո ընտրությունը տուր Տիրոջը, ահա արդարությունը, ահա քո պակաս բանը։ Ինչ էլ դու անում ես կյանքում, ունեցվածքդ էլ եթե վաճառես աղքատներին բաժանես, եթե քո ընտրությունը կատարյալ Տերը չի, դու մեղքի մեջ ես։ Մեղքը, բուն մեղքը, սիրելիներ։ Վերջերում մի երիտասարդի հետ զրուցում էինք, եւ ինքը ուզեց խոստովանություն անել մեղքերի, ասեց ինչ է արել, իր արածները պատմեց։ Ես հասկացա, որ այս երիտասարդը տենց էլ մեղքը չի ճանաչում։ Ասի եղբայր ջան, բուն մեղքը գիտես որն է, որ դու չես հավատում, որ կյանքը Հիսուսն է, էսա մեղքը, դու չես հավատում։ Թեկուզ դու դրամ չանես էլ, եթե դու չես հավատում, որ կյանքը Հիսուսն է, դու չես կարող ապաշխարես։ Ադամի մեղքը, ինչպես եղբայրը կարդաց, պտուղ ուտելը դա որ երրորդական արարքն էր, բայց բուն մեղքը նա էր, որ ինքը տենց էլ հաղորդ չեղավ կյանքի ծառի հետ։ Աստված ասել էր, որ կենա ծառից ճաշակի Ադամը, ընտրի, կյանքը ընտրի։ Եվ կենա ծառի խորհուրդը Քրիստոսն է։ Քրիստոս հայտնություն չունեցավ այս մարդը։ Դրա համար էլ մարդը ենթակա է ամեն մի կեղտոտ բան անելու։ Բայց երբ որ քո ներսում կկառուցվի, քո աչքերը կբացվի ու դու կճանաչես, որ Աստծո խոսքով ապրելն է կյանքի իմաստը։ Հավատալ Քրիստոսը կյանքն է, դա նշանակում է հավատալ, որ կյանքի իմաստը բոլոր վիճակների մեջ, բոլոր հարցերում Աստծո խոսքով ապրելն է։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Սրբես անոնք Հայր քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է, դա կատարվում է, սիրելիներ։ Ես քարոզի ծես չեմ կատարում, այստեղ Տեր Հիսուսի աղոթն է կատարվում, խոսքով մաքրելով, բժշկելով։ Իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք։ Ես իմ սրտի մեջ ասում եմ այո եւ ամեն Տեր։ Հալելույա։ Եվ երբ որ դու այո եւ ամեն ես ասում, Աստծո հոգին հպվում է քեզ, քո համաձայնության համեմատ։